Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն եւ այլն հարաբերություններ, դա առնվազն երկկողմ է։ Հիմա 29746 երբևէ դուք, իսկ դուք բնականաբար հետևում եք լրատվություն, լսել եք, որ Ալիևը կամ Ադրբեջանի որևէ պաշտոնյա ասի, որ մենք ճանաչում ենք սովետական Հայաստանի սահմանները։ Չկա նման բան, ընդհակառակը։ Ալիևը ասում է, որ Իրիվան, Գյոքչա եւ այլն։ Հիմա մի քիչ Ալիևին ճնշեցին արևմուտքը, բայց երբ են ճնշել, ինչպես են ճնշել։ Հեռախոսային զանգերով, այցերով, բայց ինչի միջև չի հարձակվի Ալիևը։ Որովհետև չի հարձակվել, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է առանց հարձակվելու էլ ես քո պայմանները կկատարեմ։ Չի կարող այդ պայմանները կատարի բոլորը, որովհետև դա ուղղակի պատերազմ բացատրենք, հերթով գնանք։ Այդ որ մարդիկ ասում են 29000 բանը 800-ում կամ 46-ում կապրենք, տեսեք։ Ինքը պետք չունի ամբողջը գրավելու Ալիևը։ Ալիևը շատ ավելի խորամանկ է խոսում։ Ստեղծելով Արևմտյան Ադրբեջան համայն կազմակերպությունը, ինքը չի ասում գամ գրավեմ, ես վերջի անգամ էլ ասեց։ Ասա որ մենք ասում ենք դա ադրբեջանական հող է, հոչի նշանակում տանկերով են գնալու, մենք վերադառնալու ենք մեր հայրենիքը։ Հիմա ինքը հարց է դնում, ասում է պիտի այդ 300,000 հոգին վերադառնան իրենց տները, իրենց հայրենիքը ապահով եւ արժանապատիվ կերպով։ Ապահով նշանակում է, որ պիտի Հայաստանը ապահովի նրանց անվտանգությունը։ Այսինքն բավական է մի հատ կենցաղային բախում, Ադրբեջանը իրավունք ունի գա պաշտպանելու զորքով եւ զենքով։ Արժանապատիվ նշանակում է, իրանք թվեր են, բանն անում օրինակ այսօր արդեն գնում են որ մեկը իրան հայտարարել է Իրիվանի խանի, չգիտեմ, Թորնույն, Ծորնույն ու ասում է մենք Երևանի կենտրոնում մի հեկտար հող ենք ունեցել եւ 8 տուն, հետի մեզ պետք է տակ։ Հիմա այսինքն օպերան, չգիտեմ, Սայաթ-Նովա, Աբովյան, այս բոլոր կենտրոնում տալու եք Իրիվանի խանի Ծորնուհուն, ոնց եք տալու էդի։ Եվ իրանք դա անելու են անընդհատ օր-օրի վրա, անեն դնում, հետևաբար ասած հետա, եթե չկա քաղաքական կամք, ցանկություն Ադրբեջանի կողմից խաղաղության, ինքը անվերջ այդ պահանջներն է դնում, եւ այդ պահանջները դա ջերմուկի 136 քառակուսի կիլոմետրը չի, որ ասես Սարերա, Ձյունա 10 իրանց։ Դա Երևանի կենտրոնի մի հեկտարն է։ Դուք գիտեք, որ Երևանի այս փոքր կենտրոնը, այսինքն Օղակաձև շրջակցի կենտրոնը 5 հեկտար է ոտից գլուխ։ 1/5-ը դրա ուզում եմ։ Բայց հետո ինչ, մեր կողմից էլ ժամանակին հայտարարում են գնալու ենք Բաքվում թեյ խմենք, ոչ գնացին խմեցին։ Մենք ենք հայտարարում, բայց դա չի ստացել երբևէ իշխող ուժի աջակցությունը մեկ եւ գործնական առումով դա որևէ ընդհակառակը իմ բոլոր ուսումնասիրությունները բաները ես որ արել եմ ընդհակառակը հիմնական խանգարող եղել է Հայաստանի Հանրապետության իշխանությունը Մոսկվայի KGB-ի պատվերով, որն էլ վճարվել է ադրբեջանական հետախուզության կողմից։ Իրանք միշտ խանգարել են։ Ադրբեջանում դա չկա։ Ադրբեջանում ասում եմ Ալիևն է խոսում դրա մասին։ Այո, ի տարբերություն մյուսների, որոնք ասում են զենքով կգան, կգրավենք, հիմա ինքը դրա մասին խոսել է, հիմա մի քիչ նուրբ է ասում, ասում է, չէ, պարտադիր չէ, բայց ինքը պայման է դնում, որ այս մարդիկ պիտի գան, այս մարդիկ պիտի հատուցես, պիտի քո այս պատերազմի հանցագործների հերոսացումը դադարեցնես, իսկ ովքեր են պատերազմի հանցագործները։ Այդ միայն Մոնթեն եւ չգիտեմ Ազգալձյանը մյուսները չեն, պատերազմի հանցագործը Անդրանիկը, Նժդեհը, վաղը միսօր կասենք իրեն Վարդան Մամիկոնյան, բան, ինչ ասես, այսինքն ինքը քեզ պարտադրում է իր արժեքային համակարգի մոտեցումը, դու իրանք հարմարվես։ Հիմա հարց, եթե Հայաստանը պիտի լինի այդպիսի երկիր, մեր ինչին է պետք է տենց Հայաստանը, որտեղ պետք է Հայաստան չի լինի։ Այսինքն Հայաստան առանց հայկական էության, մտածողության, չգիտեմ, հերոսների, երազանքների առասպելնի դա տարածք է։